Արդյոք հնարավոր չէր ավելի մեծ չափով լիներ սակագնի էժանացումը։ Ասեմ, եթե միջպետական համաձայնագրեր նայել եք, դա երկու հարց է բարձրացվում, հիմնականում երկու հարց, դա եկել են կողմերը համաձայնության, որ 2016 թվականի ապրիլի 1-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանվում է $150 համարժեք $150 համարժեք եւ միևնույն ժամանակ եկել են համաձայնության, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունում է պահպանվում այդ գազի 189, գիտեք, որ ունենք համաձայնագիր միջպետական, որ քիչ ավելի հեռվից ասեմ, 5 տարի ժամանակահատվածի համար սահմանված էր $189 ԱՄՆ, որոշակի ճշգրտումներ էր նախատեսվում։ Հիմա երկրորդ կետով համաձայնագրի նախատեսվում է, որ այդ 189-ից նվազեցումը, ամբողջ նվազեցումը եկամուտը պետք է պահպանվի Գազպրոմ Արմենիա ընկերությունում, բացառությամբ 165-ից ավելի ցածր նվազեցվածը։ Այս համաձայնագիրը դեռևս 15 թվականին մեզ հնարավորություն տվեց խուսափել սակագների բարձրացումից, որտեղ եթե հիշում եք 13 թվականին սահմանված սակագներում փոխարժեքը ընդունված է 416 դրամ 1 ԱՄՆ դոլարի համար, իսկ հիմա փոխարժեքը շուրջ 480 է, այսինքն այդ համաձայնությունը, երբ որ մի առաջին քայլով դարձրեց 165, ներմուծվող գազի սակագինը մեզ հնարավորություն տվեց խուսափել սակագների բարձրացումից, պահպանվեց սակագները։ Հիմա հաջորդ քայլն է միջպետական համաձայնագրով բանակցվել եւ այժմ պահպանելուց բացի 165-ից ավելի նվազեցված մեծության չափով նվազեցվում է նաեւ սպառողների սակագները։ Այսինքն սպառողների սակագները նվազեցվում են 165 եւ 150 այդ ներմուծվող գազի տարբերության չափով $15 չափով, որը մինչև վերջնական սպառող հասնելը դառնում է 19.4 Անհամարելի, օրինակ, ինչու իրերը կարող ոչ թե ասենք 15 դրամով, դուք սակագնային վարչությունում եք ղեկավարում եք ձեր հաշվարկներով, եթե որոշ ծախսեր Գազպրոմ Արմենիան իր վրա վերցներ, որոշ ծախսեր որ կատարվում են, ավելի շատ կարելի է, չէ՞, նաև սպառողի համար, արտադրական ընկերությունների համար։ Տեսեք, նորից ասեմ, պայմանը գազի ներմուծման սակագնի նվազեցման $150-ի երկու պայմանը զուգահեռ է պետք նայել, 150 դարձնում ենք սահմանի վրա, երբ որ այդ 189-ից 165-ի եկամուտը պահպանվի ընկերությունում, իսկ եկամուտն էլ պահպանվում է ընկերությունում եւ ընկերությունը մտադիր է արդեն իր հայտով էլ նա նախատեսել է, ոչ թե ինչ-որ հրապարակումներ են ու գերշահույթներ է ստանում, այլ կոնկրետ աշխատանքներ են ուղղվելու, դա ուղղվելու է համակարգի վերազինման, կապիտալ նորոգման, իրականացման աշխատանքների։ 9.3, որ ասում ենք, դա այդ նույն միջինացված $19.4-ն է, վերածած դրամի 480 փոխարժեքով։ Այսինքն որոշումը ընդունել հայտնել տենց էր ներկայացրել ընկերությունը եւ մենք էլ կարծում ենք, որ պետք է համամասնորեն, համարժեք, այսինքն նվազեցվի եւ 10,000-ից ավել ամսական սպառում ունեցող եւ 10,000-ից պակաս, այսինքն ներառյալ բնակչությանը։ Դուք այս չափը, սակագնի որ որոշվեց, ընդհանրապես ինչպես է գնահատում, այսինքն ինքը արդարացված է, ճիշտ է ու ինչից ելնել է։ Այս պահին այո, համարում եմ արդարացված է գործող բոլոր իրավակարգավորումները հաշվի առնելով։ Գազպրոմ Արմենիան լինելով միակ ընկերությունը, հիմա Հայաստանում գործող այս ոլորտում, կարծեմ մոնոպոլիզացիա է, դիրում է սառումով, ու այս դեպքում նաև սպառողի համար ինչ է խնդիրներ, այսինքն նույն իրենց արտադրյալ ծախսերը, գործողումներ եւ այլն բազմաթիվ ծախսեր կան եւ այս ամենի համար, այսինքն նաև սպառողն է վճարում, կատարում, նույն այս դեպքում թե սակագինը ինչ է, որքանով են դրանք արդարացված եւ չար արդյոք այնտեղ կատարել ինչ-որ հստակ ուսումնասիրություններ ու բարձր տանել։ Այս ոլորտում ոչ միայն գազամատակարարման, այլ նաև էներգետիկայի հիմնականում հանրային ծառայությունների կարգավորվածաժողովը կարգավորում է բնական մենաշնորհներ հանդիսացող ոլորտներ, այսինքն այդ ոլորտները բնական են, որ պետք է լինեն մենաշնորհային, քանի որ
ստեղծել երկրորդ գազատրանսպորտային համակարգ կամ գազի բաշխման երկրորդ, երրորդ համակարգ, որպեսզի մրցունակություն լինի, դա տնտեսապես բացարձակ արդարացված չի եւ որից երկրում նման բան չկա։ Ու կա պրակտիկա, որ նման կարգի բնական մենաշնոր հանդիսացող ընկերությունները կարգավորում են պետական մարմինների կողմից։ Մասնարարապես մեր դեպքում մեր կառույցն է կարգավորում եւ այդ է պատճառը, որ իրենց ծախսային հոդվածները, այդ ձեր նշած գործուղում եւ այլ գտնվում են կարգավորման ոլորտում եւ անպատասխան հիմնավորումներից հետո են մենք տեղ գտնում սահմանի հաշվարկում։ Ուղղակի կա նաև փորձ, նույն հեծի դեպքում, երբ ամեն ինչ կարծես թե նորմալ էր, ուսումնասիրություններ չեղան, երկար ժամանակ հետո պարզվեց, որ բազմաթիվ չարաշահումներ կան, աուդիտ եւ այլն, սկսեց անցկացվել։ Հիմա այս դեպքում դուք չեք տեսնում այդ վտանգը, միգուցե Գազպրոմ Արմենիայում արժի, որպեսզի այնտեղ էլ կատարվեն ինչ-որ աշխատանքներ, ուսումնասիրություններ։ Պարբերաբար աուդիտներ կատարվում են իհարկե տարեկան, հեծի պարագան մի քիչ երևի այլ ձև է ներկայացվում, էլի հեծի պարագայում, երբ որ մենք խոսում էինք առաջացած վնասների մասին եւ սակագնում ներառում էինք փոխհատուցման համար անհրաժեշտ գումարներ, դրանք վերաբերում են մեն այն գումարներին, որոնք ստեղծվում են կառուցվածքային էլեկտրոէներգիա արտադրության կառուցվածքի փոփոխությունից, իսկ որոնք, ասենք, որոշակի խնդիրներ, որ կային հեծի կառավարման հետ կապված, նման ծախսերը ամեն դեպքում սակագնում տեղ չէին գտնում։ Այս դեպքում այդ վտանգը չեք տեսնում, այսինքն ընդհանուր իրենց աշխատանքը կառավարման վտանգը միշտ կա, ավելի եւ պարբերաբար աուդիտներ կատարվում են, կառավարման հիմնական, ասենք ասեմ, ստուգող ու վերահսկող իմ կարծիքով պետք է լինի այդ ընկերության սեփականատերը, որովհետեւ կարգավորվող ոլորտում կառավարման կամ ղեկավարի կատարած սխալները ավելի շատ անդրադառնում են իր սեփականատիրոջ շահույթին, քան թե տարածում են մեր բաժանորդների վրա։ Եվ վերջին հարցը, չեք կարծում, որ նաև Ռուսաստանից է շատ այս դեպքում թելադրողի կարգավիճակում է Ռուսաստանը եւ Գազպրոմ Արմենիայի հետ ինչ-որ համաձայնության է եկել, որը որ հիմա ասենք այդ ամենը ներկայացրել է ձեզ Գազպրոմ Արմենիան, ներկայացրել է ՀՑԿ-ին։ Նկատի ունեք ներմուծող գազի գինը։ Այո, գազի հետ կապված համաձայնությունը։ Գազի գները ինձ իմ կարծիքն ասեմ, երևի դուք էլ կկիսեք, որ ամբողջ աշխարհում էլ գազի գները որոշակի քաղաքական կոմպոնենտ են իրենց մեջ պարունակում եւ միշտ էլ բանակցությունների արդյունքում են ձևավորվում։ Որտեղ թե համեմատեք այլ երկրներին վաճառվող գազի գնի հետ, էական տարբերվում է Հայաստանին վաճառվող օրինակ գազի, որը իր մեջ ունի որոշակի քաղաքական կոմպոնենտ իհարկե։ Եվ հաշվառները, որ Ռուսաստանը մոտ է, այսինքն շատ այսպես ավելի վաղուց կարելի է, ավելի էժան գնով սահմանի այդ ճիշտն ասած այդ հարցին դժվար է պատասխանել, դա բանակցության միջտրամարել միջպետական բանակցության արդյունքում է ձևավորվել այդ գինը եւ ինչա բանակցել պետությունը ես չեմ կարծում կարող եմ տեղին է որ ես պատասխանեմ այդ հարցին։